Պարոն Յոաննիսյան, Facebook-յան գրառմամբ քիչ առաջ տեղեկացրել եք, որ փաստերի ստուգման հարթակի ձեռքի տակ է հայտնվել փաստաթղթերի փաթեթ, որը վկայում է Հայաստանում եւ մի շարք այլ երկրներում ռուսական շրջանակների իրականացրած քաղաքական եւ տեղեկատվական ազդեցության համակարգված գործողությունների մասին։ Խոսքը մասնավորապես Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հայաստանի գծով համակարգող Սերգեյ Կիրիենկոյի դեֆակտո ենթակայությամբ գործող սոցիալական դիզայնի գործակալության փաստաթղթերի մասին է։ Այս արտահոսքը ինչի մասին է վկայում, արդյոք այսպիսով չի ապացուցվում Ռուսաստանի Դաշնության շահագրգռվածությունը ազդել Հայաստանի ընտրությունների արդյունքների վրա, եւ այս բացահայտումից հետո ըստ ձեզ ինչ պետք է անի տեղեկատվություն սպառող հայ հասարակությունը, որը նաեւ պատրաստվում է գալիք ընտրություններին։ Այստեղ մենք տեսնում ենք բավական հետաքրքիր բաներ, տեսնում ենք որոշ բաների ապացույցներ, որոնք որ միջև այդ գիտեինք, օրինակ որ Նիկոլ Փաշինյանի Մարսելում տուն գնված լինելու ապատեղեկատվական արշավը Ռուսաստանում է ծնվել եւ տարածվել, մեծ հաշվով միջև այս էլ գիտեինք, այս անգամ ուղղակի ապացույցներ ունեցանք եւ ճշգրիտ գիտենք, թե ովքեր են դա արել Մոսկվայում, կոնկրետ ովքեր, ում հանձնարարությամբ, ինչ են իրանք իրար զեկուցել այդ արված գործողության հետ կապված եւ այլն։ Կային բաներ, որոնք որ հետաքրքիր էին, որոնք որ մենք չգիտեինք, օրինակ կեղծ դրոշով օպերացիաների մասով։ Օրինակ որ ռուսները Փարիզում վարձել են սերբերի, որպեսզի այդ սերբերը ուրեմն խոզերի գլուխներ կտրեն եւ դնեն մսկիթների առջեւ եւ այդպես մուսուլմաններին տրամադրեն քրիստոնյաների դեմ։ Նույն սերբերին վարձել են, որպեսզի սերբերը անմոռուկներ կպցնեն Ցեղասպանության զորի հիշատակի օրը, ապրիլի 24-ին անցյալ տարվա, անմոռուկներ կպցնեն Փարիզում Թուրքիայի դեսպանատան եւ Ադրբեջանի դեսպանատան հարավող տարածքներում եւ այդպես փորձել լարումներ ստեղծեն հայ-թուրքական հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Մենք օրինակ էլի կային բաներ, որոնք որ չգիտեինք կամ մասամբ գիտեինք, օրինակ որ որոշ Ռոմանիա TV հեռուստատեսությունը, որը գործում է Ռումինիայում, որ պրոռուսական է, դա գիտեինք, բայց որ այդ հեռուստատեսության սեփականատիրոջը կարողանում են ուղիղ թելադրել Կրեմլից, դրա ապացույցը ոչ մեկ չուներ։ Դրա ապացույցը կարծում եմ, որ Մոլդովայում եւ Ռումինիայում շատերին կհետաքրքրի դրա ապացույցը։ Մի շարք բաներ Հայաստանի մասով, օրինակ Հայաստանում ինչպես են կեղծ կայքեր ստեղծում, ինչպես են դոպելգենգերներ ստեղծում, ինչ պլաններ ունեն Հայաստանում, ինչ կա որ պլանավորում են անել, բայց դեռ չեն արել Հայաստանում։ Սա բավականին մեծ ծավալուն եւ մեր ձեռքի տակ հայտնված փաստաթղթերը 70-ից ավել փաստաթղթեր են, որոնք մանրամասն վկայում են կատարված գործողությունների մասին, այդ գործողություններում Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի աշխատողների, մասնավորապես օրինակ Սոֆիա Զախարովայի, Սերգեյ Կիրիենկոյի եւ մի շարք այլ աշխատողների ամինչական մասնակցության մասին։ Այսպես օրինակ որոշ տեղերում հստակ երևում է, որ Սոֆիա Զախարովան, այն որ հիմնականում բոլոր գործողությունների մասին զեկուցում է Սոֆիա Զախարովային եւ հանձնարարություններ է ստացում Սոֆիա Զախարովայից, երևում է շատ սկրինշոթերում։ Բայց մենք նաեւ տեսնում ենք, որ որոշ դեպքերում Սոֆիա Զախարովան ինչ որ բաներ համաձայնեցնում է Կիրիենկոյի հետ։ Մասնավորապես տարբեր օպերացիաների վրա ծախսվող գումարների ծավալը, տարբեր գործողությունների ֆինանսական հարցերը Սոֆիա Զախարովան համաձայնեցնում է Սերգեյ Կիրիենկոյի հետ։ Դա վառ ապացույցն է նրա, որ Հայաստանի ընտրությունների միջամտության, Հայաստանում ուրեմն Հայաստանի իշխանությունների դեմ տարվող քարոզչությունը եւ ապատեղեկատվությունը պատրաստվում եւ կոորդինացվում է Կրեմլում, որ Կրեմլում Ռուսաստանի նախագահի աշխատակազմում նստած մարդիկ նստել եւ պլանավորել են Հայաստանի վարչապետի դեմ
ապա տեղեկատվական արշավի եւ կեղծ լուրի տարածման գործողություն։ Պարոն Յովհաննիսյան, այնքանով որքանով ուսումնասիրել եք ձեր ձեռքի տակ հայտնված փաստաթղթերը, դրանցում կան օրինակ այսպիսի հրահանգներ կամ հանձնարարություններ, որ պետք է տեղեկատվական գործիքները աշխատեն հօգուտ այս կամ այն գործչի, մասնավորապես ռուսամետի համբավ ունեցող եւ առաջիկա ընտրապայքարին մասնակցել պատրաստվող ինչ որ գործչի քարոզչությանը նպաստել։ Բնականաբար դրական լույսի ներքո ըստ էության հիմնական գիծը, որը տարվում է, ուղղված է Հայաստանի իշխանությունների դեմ քարոզչության եւ ապատեղեկատվության տարածմանը, բայց կան որոշ ավելի եզակի փաստաթղթեր այս շուրջ 7 տասնյակ փաստաթղթերի մեջ, որոնք որ նաև այն մասին են, որ պետք է այս կամ այն գործչին ներկայացնել որպես քաղբանտարկյալ, ներկայացնել որպես հալածյալ, շատ արդար մարդ եւ այլն։ Նման բաներ կան, բայց նման բաները ավելի եզակի են։ Մեծ հաշվով պետք է ասեմ, որ այդ 70 փաստաթղթերից երևի ամենաշատ նյութերը Ֆրանսիայի հետ կապված են։ Եվ ամենաշատ օպերացիաները Ֆրանսիայի հետ կապված են իրականացրել, ընդ որում հիմնականում այդ օպերացիաները արվում են սերբերի ձեռքերով, սերբերի որոշ օպերացիաներ Դանիայում բնակվող քուրդերի ձեռքերով, իսկ երկրորդ տեղում Հայաստանն է։ Այսինքն Հայաստանը ամենապոպուլար ուղղություններից մեկն է տարբեր գործողությունների իրականացման մասով։ Թերևս երկրորդ տեղը միգուցե նույնիսկ Հայաստանը կիսում է Գերմանիայի հետ։ Գերմանիայում մասնավորապես անցյալ տարվա փետրվարին Բունդեսթագի ընտրություններին ընդառաջ շատ ակտիվ միջամտության գործողություններ են արվել եւ դրանք երևում են փաստաթղթերում։ Եվ մի հարց էլ պարոն Յովհաննիսյան, քանի որ օրեր անց տեղի են ունենալու խորհրդարանի ընտրություններ եւ հասարակությունը ակտիվ սպառում է մեդիա տարատեսակ պրոդուկտ, որպես փորձագետ ինչ խորհուրդ կտաք, ինչպես կողմնորոշվի ընտրողը, ինչպես զանազանի ապատեղեկատվությունը եւ ճշմարիտ տեղեկատվությունը, ինչ նոր գործիք պետք է առաջարկել։ Գիտեք, հիմնական կոչը սա է, որպեսզի մարդիկ հետևեն վստահելի աղբյուրներին, հետևեն այն աղբյուրներին, որոնք վստահելի են եւ հեղինակավոր են։ Շնորհակալություն պարոն Յովհաննիսյան։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։